Շնորհակալ եմ, ողջույն բոլորին, հարգելիներ, ուզում եմ ներկայացնեմ, որ երիտասարդական ակումբների դաշնություն դիտորդական առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է անկախության, անաչառության, թափանցիկության և իրավականության սկզբունքներով։ Հետևաբար մենք նպատակ ունենք նպաստել ազատ, արդար և վստահելի ընտրություններին, այսինքն ընտրական գործընթացների ապահովման, որը մենք իրականացնում ենք հետևյալ ձևաչափով՝ երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման և արդեն դիտորդական առաքելության ուղարկման միջոցով և կարճաժամկետ դիտորդների միջոցով։ Մենք մինչ այժմ ստացել ենք երկարաժամկետ դիտորդների 119, շուրջ 119 հայտ, որից ընդունել ենք 25-ին, սա նշանակում է, որ այժմ մեր դիտորդական առաքելության մեջ գործում են 25 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր անընդհատ կատարում են տարբեր ձևաչափերի մոնիտորինգներ, դիտարկումներ, ընտրական գործընթացների արդարության և իրավականության սկզբունքները ապահովելու շրջանակում։ Կարճաժամկետ դիտորդների համար ստացել ենք շուրջ 110 այս պահին 110 դիմումներ և շարունակում ենք ստանալ, որովհետև նպատակ ունենք դիտարկել և մեր դիտորդական առաքելությունը տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և ունենալ շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ ևս։ Այս ընթացքում մենք մոտեցել ենք դիտորդական առաքելությանը որպես ոչ միայն դիտորդներ պատրաստելու, այլ նաև ակտիվ և իրավագիտակից քաղաքացի ձևավորելու ընթացքով, և սա մեզ հնարավորություն է տալիս դիտորդական առաքելությունը դարձնել կրթական հարթակ, որտեղ ուսումնասիրում ենք ընտրական իրավունք, գործնական դիտորդական հմտություններ, իրավական և քննադատական մտածողություն ենք ձևավորում, հանրային պատասխանատվության փորձ և իհարկե թիմային և առաջնորդական կարողություններ։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում արդարությանը, ինչպես մեր անվանումն ենք ընտրել արդար քվե, հետևաբար մեր թեժ գիծը փորձարկել ենք և ունենք թեժ գծի 4 խողովակներ, այսինքն ունեինք։ Սա ընդամենը խոսում է մի քանի օրվա մասին, որ գործադրվել է մայիսի 8-ից մինչև մայիսի 14 այս 4 խողովակների միջոցով, այն է երիտասարդական ակումբների դաշնության հեռախոսահամարը, թեժգիծ 010 588 768, դիտորդների արագ արձագանքումը, վերապատրաստված դիտորդների արդեն, մեր տելեգրամյան էջը և ֆեյսբուքյան էջը։ Ընթացքում մենք ստացել ենք 71 առերևույթ խախտում, ընտրախախտման դեպք, իդեպ մենք առանձնացրել ենք 71-ը, ինչու, որովհետև մեզ հետ աշխատում է նաև իրավաբանական փորձագիտական խումբ, և այդ խմբի միջոցով կարողանում ենք վերլուծության ենթարկել և որ դեպքերը բացահայտ առերևույթ կապ ունեն ընտրախախտումների հետ, ինչ-որ չափով մենք տեսնում ենք որոշակի խախտումներ, մենք այն փորձում ենք տարածել մեր լսարանին և տալ իրավական գնահատումներ։ Հետևաբար մենք առանձնացրել ենք այս 71 դեպքից խոշոր առաջնային կարգի, որով որ օրինակ 16 դեպք մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման առումով, 12 դեպք ատելության խոսքի, նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով և այս ամենը հիշեցնեմ, որ ընդամենը 7-8 օրվա պատմությամբ և իհարկե երրորդ տեղում անչափահասների և երեխաների ներգրավումն է քարոզարշավին, որը կազմել է 7 դեպք։ Մնացած դեպքերը և այդ դեպքերի հստակ նկարագրությունները կարող եք գտնել մեր վերջնական զեկույցում։ Նաև իրականացրել ենք իրավաբանական փորձաքննական եզրակացություն, որից հետո մենք 2 դիմում ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով, և որը երկուսը առերևույթ խախտման իրավախախտումների դեպքեր էին, կապված քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, և մեկը, որ մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ պաշտոնական կայքէջով է կատարում իր ընտրարշավը, իրականացնում իր ընտրարշավը, և հաջորդը առանց սեփականատերերի համաձայնության քարոզչական նյութերի փակցնելն է նրանց սեփական տարածքներին։ Այդ դիմումներին ի պատասխան կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել
այսինքն չի նախաձեռնել իր անձնապես ոնց որ իր կողմից վարչական վարույթ եւ մերժում ենք ստացել, սակայն մյուս դեպքը, որը կապված է դիտորդական կողմնակալության հետ, մենք խորոց սրտի վստահում ենք, որ եթե դիտորդական առաքելությունները բոլորը կատարվեն օրենքի շրջանակներում, դա այն է անկողմնակալ, լրիվությամբ չեզոք, ապաքաղաքական, ապակուսակցական ձևաչափով, հետևաբար մենք կունենանք նաև արդար եւ օրինական ընտրական արդյունքներ։ Հետևաբար մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, այն ընդունվել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր օրակարգի մասն է դարձրել այսօր այդ քննարկումն է ի դեպ ժամը 15:00-ին գործընկերներ ձեզ հրավիրում եմ նաեւ այնտեղ լսելու մեր դիմում քննարկումը, քանի որ մենք երիտասարդական ամենամեծ կառույցն ենք Հայաստանի Հանրապետությունում եւ մեր սահմանները միայն Հայաստանի Հանրապետության տարածքով չի սահմանափակվում, այլ նաեւ միջազգային ասպարեզներում ունենք մեր ներդրումը, որպես երիտասարդական ակումբների Դաշնություն հասարակական կազմակերպություն մեր դիտորդական խմբի եւ թիմային աշխատանքի միջոցով առանձնացրել ենք նաեւ այս տարվա ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների ընտրական ցուցակներում երիտասարդների մասնակցությունը։ Այն է մենք առանձնացրել ենք 3 կուսակցություններ, որտեղ ամենաբարձր ցուցանիշներն են եղել, դա բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը 34.4%, 25-ից 35 տարեկան երիտասարդների մասնակցությունը, Միասնության թևեր կուսակցությունը 34.1% մասնակցությամբ եւ ժողովրդավարական համախմբում կուսակցությունը 30.4% մասնակցությամբ։ Հիշեցնեմ, որ սա մայիսի 12-ի տվյալներով է, սակայն ինչպես գիտեք, ինքնաբացարկի միջոցով նաև մենք ունենում ենք որոշ թեկնածուների դուրս գրում այդ ցուցակներից, հետևաբար հաշվի առեք, որ մեր ցուցանիշը մայիսի 12-ի դրությամբ է եւ ընդհանուր առմամբ բոլոր թեկնածուների հետ համեմատած երիտասարդների տոկոսը մեզ մի քիչ անհանգստացնող փաստ ենք արձանագրել 21.4% է կազմում։ Այո։ Դուք ասացիք, որ երբանացումներ ընտրական խախտում եք, չէ՞, մինչ այս պահանջագրել որոշակի բաներ ներկայացրեցիք, կասեք, հա, այդ խախտումները որ ուժերն են իրականացրել, ինչպիսին այսինքն իշխող ուժն է մեծամասնաբար այդ խախտումներն իրականացրել, մյուս ուժերին է դա վերաբերում եւ այդ ներկայացած խախտումները բացի կենտրոնական ընտրական հանձնաժողովին մատնանշելու կան այնպիսի խախտումներ, որոնք ըստ էության հաղորդում են հանցագործության մասին եւ իրավապահները պետք է զբաղվեն։ Շնորհակալ եմ հարցի համար, ինչպես նշեցի, մենք 2 համակարգով ենք սկսել մեր ահազանգերը ընդունել, հետևաբար երկրորդ չեմ կարող ասել, որ մինչ այս պահը, ինչպես նշեցի իմ խոսքում մայիսի 8-ից մինչև մայիսի 14-ը արձանագրած դեպքերի մասին է խոսքը եւ 71-ը դա նրանք են, որոնք որ մեր թիմի եւ արդեն իրավաբանական փորձագիտական խմբի եզրակացությամբ առերևույթ ընտրախախտման տարեր են պարունակել եւ մենք տարածել ենք եւ մեր էջերով ի լրումն այսպես իտես իրավապահ մարմիններին եւ իտես կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Սակայն այո, դեռևս չենք հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնք որ մեր նախաձեռնությամբ իրավապահ մարմիններին տրամադրենք որպես իրական հանցագործություններ, որովհետև ի վերջո իրենք պետք է դա հաստատեն եւ մեր արված գործողությունը սա է մայիսի 8-ից մինչև 14-ը։ Դրանից հետո մենք գործարկել ենք նորարարական թվային հարթակ, քանի որ ավելի քան օրական 15-ից 20 դեպքեր ենք ստանում որպես ահազանգ, որպես ընտրախախտման դեպքեր։ Նկատում եք իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ ընտրական խախտումները, թե եթե հաշվի առնենք թվային տվյալները, 16 դեպք պաշտոնական դիրքի վարչական պետական ռեսուրսների խախտում, ուրեմն նշանակում է, որ մեծամասամբ իշխանության կողմից է տեղի ունենում։ Այո, սակայն մանրամասները մեր զեկույցում տեղ կգտնի, դրա համար հիմա չենք բացահայտում դա, բայց բացի այդ կան դեպքեր, որոնք որ մեր էջերով են տարածված եւ Telegram-յան խմբի միջոցով Արդար քվ եւ Facebook-յան խմբի միջոցով եւ Բացի այդ, արդեն մեր նորարարական թվային հարթակը, երբ որ Տիկին Աստղիկը ներկայացնի, մենք կտեսնենք, որ այնտեղ հստակ դեպքի նկարագրությունը ամբողջությամբ կարող ենք տեսնել։